Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ ներկայացնել, քանի տեխնացու կա ձեր ցուցակում, ինչքան տեխնացուով եք փաստաթղթեր ներկայացրել։ 283, մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք համակարգ, այսօր կարգի համաձայն արդեն թղթային տարբերակները ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ես ուզում եմ ասել, որ եւ այդ ամեն ինչը եղել է հրապարակային, դուք էլ ինչ որ չափով մասնակցել եք մեր ընտրությունների process-ին, մենք սա շատ վաղուց ենք սկսել, դեռևս անցած տարվա վերջից ցուցակի ձևավորումը եւ արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 տեխնացուներ քվեարկվել են, առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է, այսպես ասած, քարոզարշավ եւ ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով եւ ձևավորվել է լավագույն 50-ը, այդ տրամաբանությամբ նաև բաշխվել են տեղերը եւ ներկայացրել ենք ցուցակները։ Բաց է նաև հիմա հրապարակվելու է այդ լրատվամիջոցների հանրության համար բաց է այդ ցուցակը։ Ամբողջությամբ նկատի ունեմ, ամբողջությամբ հրապարակված է։ Այո։ Պարոն Հարությունյան, ինչ ակնկալիքներ ունեք ընտրությունների արդյունքից, որովհետև իշխանությանը պետք է 65% հավաքել, որպեսզի հնարավորություն ունենա սահմանադրության նախագիծը հավանության արժանացնել խորհրդարանում, եւ եթե դա չունենաք, ինչպես եք պարզ մեծամասնությամբ հավանության արժանացնել։ Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրները դնում են իրենց առջև եւ փորձում են լուծել այդ խնդիրները։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենսներն ու process-ները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն, իսկ հետո, երբ որ ինչ-ինչ պատճառներով խնդիրներ են առաջանում, ես վստահ եմ, որ այդպեսին չի լինի, ուղղակի քաղաքագիտության մեջ այդպես է, քաղաքական գործիչները արդեն բացատրում են process-ից հետո, թե ինչու դա չեղավ, բայց մենք դրան չենք անդրադառնում, որովհետև մեր առջև դրել ենք նման խնդիր եւ հայտարարել ենք դրա մասին։ Եվ իշխանությունը քննադատությունների թիրախում է հայտնվել մանկահասակ երեխայի մորը, որը նաև ուժեղ Հայաստան կուսակցության տեխնացուն է, բերման ձերբակալելու, բերման ենթարկելու հետո արդեն նաև փոխվեց խափանման միջոցը, բայց այնուհանդերձ դուք ինչպես եք ձեզ ուղղված, ձեր իշխանություններին ուղղված քննադատությունները մեկնաբանում, Կարապետյանի թիմից ասում են, որ այնքան է վախեցել արդեն, որ մանկահասակ երեխաների մայրիկներին են ձերբակալում։ Գիտեք, մինչև 18 թվականին չի ընդդիմությունը չէր հաջողում, որովհետև այդ ընդդիմությունը ռեալ իր ուժերն ու հնարավորությունները չէր կարողանում գնահատել եւ ամեն թեժաշուն, թեժգարուն process-ներում եւ երբեմն նաեւ համապետական ընտրությունների ժամանակ մի հատ շատ, այսպես ասած, չարչերկված եւ արդեն վերջում ծիծաղ առաջացնող արտահայտություն կար, որ հիմա այս ընդդիմությունն սկսել կիրառել եւ օգտագործել ռեժիմը խոճապի մեջ է։ Հարգելի գործընկերներ, մեր մոտ աշխատում են ինստիտուտներ եւ երբ որ մարդը հանցանք է գործում, այս դեպքին չեմ անդրադառնում, առհասարակ լինի երիտասարդ կին, լինի ուրեմն ծեր տղամարդ, լինի պաշտոնյա, համակարգ արձագանքում է եւ ըստ սահմանված օրենքների տվյալ դեպքում քրեական օրենսգրքի գործում է եւ ինք չի նայում, որ ընտրակաշառք տվողը ծեր մարդ է կամ մանկահասակ երեխա ունեցող մեկն է։ Մանավանդ որ ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան միջնորդություններ ներկայացնելիս նաև այն տրամաբանությունը, որը գիտեմ, առաջնորդվել է հումանիստական նկատառումներով։ Տեսեք, երեք նշում էին, որ ՔՊ-ի 24-րդ համարն էլ է ըստ էության զբաղվում ընտրակաշառքով։ Հիմա կոնկրետ չեմ հիշի,
բայց իրենք նշում են, որ 24-րդ համարը զբաղվում է Սիրելի լրագրող, նախապատրաստվեք հարց տալու, նոր տվեք։ Խնդրում եմ ասեք 24 համարը ով է։ Լուսինե ազգանունը չեմ հիշի այս բանին։ Մենք չունենք 24 համար Լուսինե։ Այդ դեպքում ինչպես էին նշում, որ զբաղվում է։ Ինչպես է նշում, երբ որ այդպիսի լուրը իմանում եք, մի հատ փորփրեք, մի հատ տեսեք ով է դա, համոզվեք, որ այդտեղ կասկածելի բան կա, արդյոք դա իրականություն է, նոր ասեք, ձեր 24 համարը ինչ որ Լուսին է։ Պարոն Արցունյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը Հայաստանը եւ ուժեղ Հայաստանը չեն հաղթահարելու անցկացումը, նաեւ հայտարարել էր, որ 65% ձայների իրենք ունենալու, օրինակ այն եզրահանգումների եկել է 24 համարը Ղազան Սոնան է, չէ՞։ Ղազան Սոնա, իմացեք, մեր 24 համարը եւ ինչ որ Լուսինե չի։ այդ եզրահանգումանը ձեր Մի հատ նորից խնդրում եմ հարցը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը անունները նշեց չեն հաղթահարելու անցորիկ շեմը։ Մինչև այդ էլ հայտարարել էր, որ դուք 65% արդեն ձայներ ունեք։ Օրինակ դուք այդ եզրահանգմանը եկել եք ձեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ։ Նաեւ, բայց նաեւ այսպես գիտեք, եթե հիմա լիներ 17 թիվը եւ դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող եք նման հարց տալ, բայց երբ որ անցել է 8 տարի եւ դուք գետ 1 կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ այդպիսի հարցեր պետք չի տալ, ինչը մրցակցային չի։ Մրցակցային միջավայր չեք ապահովել, դուք օրինակ նավը սկսել եք քարոզարշավը, բայց օրինակ ուժերից մեկին պահում եք կալանքի տակ ղեկավարի, որը Հարգելի լրագրող, որ օրենքն ենք խախտել այն process-ում, որ հիմա տեղի ունենում։ Ընտրական օրենսգիրքը ասում է եւ սահմանում է կանոններ ընտրություններից 1 ամիս առաջ սկսվող process-ին, այսինքն պաշտոնական ընտրարշավին։ Ընտրության հաջորդ օրվանից սկսած յուրաքանչյուր կուսակցություն եւ քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն, այսինքն հաջորդ ընտրությունների հաջորդ օրը, ասենք հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ից կարող է ընտրարշավ անել հաջորդ ընտրությունների համար։ Օրենքը սահմանում է միայն հավասար պայմաններ բուն քարոզչության համար, որովհետեւ մեծ ուժերը ունենան նույնքան ռեսուրսներ կամ նույնքան ռեսուրսի սահմանափակ ռեսուրսի հնարավորություն, ոնց որ մեծերը։ Եվ ես մի բան էլ կավելացնեմ, ես կարծում եմ, որ դուք արդյունավետ ազնիվ չեք են պնդման մեջ, որ քաղաքական դաշտում այսօր կա եւս մի քաղաքական ուժ, իհարկե խալաստոյ փամփուշտներով կրակող, որը քաղաքացիական պայմանագրից շատ ավելի շատ գործիքներ է կիրառում քաղաքական, նաեւ ռեսուրսներ, նաեւ մարդկային, նաեւ ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում եւ ասում եք ուժեղ Հայաստանին, այն կայքին, որին ֆինանսավորում։